Սերժ Սարգսյանը երեկ առաջին անգամ հրապարակայնորեն արձագանքեց այն գնահատականներին, թե ինքն է Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության։ Հայաստանի նախագահի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Սարգսյանն այս թեմային անդրադարձավ իր ղեկավարած կուսակցության ՀՀԿ-ի 35-ամյակի առիթով ունեցած ծավալուն ելույթում։ Նա կոշտ եւ վիրավորական բառամթերք է օգտագործել, փորձելով հանրությանը հավաստիացնել, թե ինքը չի նպաստել Փաշինյանի իշխանության գալուն։ Ես ձեզ չեմ ստիպել գնալ եւ նախրի միջից պատժել ամենաբարձր գոռացողի էշի ճակատը։ Դա կարծես թեւավոր խոս դառավ սրանց մասին։ Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով շարունակել միտքս։ Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք։ Չնայած Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում 1 ժամ ելույթ ունեցավ, խոսքը համեմելով տարատեսակ ժեստերով եւ նույնքան էլ ժամանակ հատկացրեց պատգամավորների հարցերին պատասխանելու համար, այդպես էլ որևէ կերպ չանդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթին։ Փաշինյանը թեմային 1 ամիս առաջ էր անդրադարձել, պատասխանելով Factor TV հարցին, թե ով է ի վերջո իրեն բերել իշխանության։ Այդ լուրջ չեք հարցնում։ Հա, որտեղ հիմա քննարկում կա։ Ո՞վ է քննարկում։ Քոչարյանականները ասում են Ով է կներեք Ռոբերտ Քոչարյանը չէր իր ասուլիսում վերջերս տեսա հայտարարել, որ հարցրել եք դուք եք հարցրել թե ուրիշ մեկը, որ ասել են, բա ինչի պարտվեցիք ընտրությունները, ասեց, որովհետև ժողովուրդը դուք եք հարցրել, ասեց, որովհետև ժողովուրդը քվեարկել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այս հարցում Փաշինյանի այսօրվա լռության ֆոնին ակտիվ էին թիմակիցները։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ սովորաբար աչքի չի ընկնում լրագրողների հետ շփվելու իր պատրաստակամությամբ, այսօր պատրաստակամորեն ներկայացել էր ճեպազրույցին։ Նա օգտվեց Սերժ Սարգսյանի հռետորաբանությունից, նույն ոճով պատասխանելով նրա արտահայտություններին։ Ժողովրդի ասած այն էշեշ խոսալու պահն է, էլի։ Իշխանազավթում չի եղել։ Հարգելի գործընկերներ, եկեք մի հատ փաստերը դնենք իրար կողք, էլի։ 2023 թվականին Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի, տալիս է հրաժարական։ Հետո հանրապետական խմբակցության անդամները, դաշնակցության խմբակցության անդամները, այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Բայց ներողություն, ես դրան էլ կանրադառնամ։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը ստացվում է։ Սարգսյանը երեկվա ելույթում էր 2018 թվականի գործողությունները որակել իշխանազավթում։ Նա անուղղակի անդրադարձել էր նաև Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն վերագրվող մեղադրանքներին։ Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողություն չունեցան, այդ թվում պայքարի մեր երբեմնի գործընկերները, եւ պարզվում է նրանց անհաջողության մեջ ենք մենք մեղավոր։ Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել։ Հիշեցնենք, Սերժ Սարգսյանի կողմից Փաշինյանին իշխանություն տալու թեզը վերջին շրջանում առավել ակտիվ շրջանառվում է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից։ Արդեն մի քանի ամիս է քոչարյանականները Սերժ Սարգսյանին մեղադրում են Փաշինյանի ընտրվելու համար բավարար քվեներ ապահովելու, իսկ հանրապետականներն, այդ թվում Երևանից Սերժ Սարգսյանը, իրենց դեմ սև ժապավեններ ու դագաղներ հանելու համար։ Քոչարյանական թևից հարց էին հնչեցրել, թե ինչու 2018-ին Սերժ Սարգսյանի իշխանությունը չգործեց օրենքով, երբ ակտիվիստները ներխուժեցին ռադիոտուն։ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև այս հարցին։ Ասելով, մենք պահանջում էինք իշխանությունից հեռանալ։ Դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորիլի գնով մնայիք իշխանության։ Նրանք նման բան ասողները առնվազն ազնիվ չեն։ Եվ ես, եւ նրանք, եւ իհարկե դուք այստեղ գտնվողներդ շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ։ Սերժ Սարգսյանը ներկայացնելով 35-ամյա ՀՀԿ-ի նպատակները եւ առաջնահերթ խնդիրը նշել է, որ այն շարունակում է մնալ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, նրան որակելով կապիտուլյանտ։
Սենց ամպագորգոր վիրավորանքներ հնչեցնելուց թող մի հատ հայլու մեջ ինքը իրան նայի, էլի, խնդրում եմ, ու մի հատ իր անցած ճանապարհը նայի ու ամաչի, որ Հայաստանի Հանրապետության մասին խոսելով, Հայաստանի Հանրապետության շահի մասին խոսելով իր մերձավոր շրջապատի, իր փեսեքի, իր մնացածի բարեկեցությունն է մեծացել, ոչ թե բանակի, որ ինքը 80-ականների զենքերով էր զինվում, բայց իրանք 2007 թվականի ջիպերով եւ դղյակներով էին ապրում։ Թող մի հատ դրա մասին խոսել, ամոթ է։ Ասում մենք խոսում է, շատ լավ է, թող խոսա, ասում, թող իր դեմքով մասնակցի ընտրություններին, ավելի մեծ լավություն մեզ առաջ չի։ Իշխանությունը ոչ առաջին անգամ ամենաբարձր մակարդակով խոստովանում է, որ խորհրդարանական ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրենց շատ հարմար է։ 2020 թվականի պատերազմից հետո նախկին երկու նախագահների թիմերին փողոցային տարբեր շարժումներով այդպես էլ չի հաջողվել իշխանափոխություն իրականացնել։ Արդյոք 2026-ին կստացվի Փաշինյանին ընտրություններով հեռացնել իշխանությունից, ցույց կտա ժամանակը։